Ճիշտ է, ես խոստացել էի, որ մեր ոդկասթների ընթացքում անպայման խոսելու եմ այս իրավիճակի մասին, բայց քանի որ շատ լայն քննարկում սկսվեց, որը սպասել էր, բայց մի բան իմ համար անսպասել էր իրականում, բավականին շատ նեգատիվ բաներ ա գրվել Էլիզի հասցեին, ժողովուրդ ջան, ես մի հատ ճիշտ եկեք մի հատ միասին հասկանանք, էլի, եթե մանավանդ այդ գրողները հասուն մարդիկ են, նայեք Էլիզան, այդ երեխան ուզում է իր պատմությունը կերտի, ինքը արժանի է։ Հացենի չի, մենք ուզում էինք օրինակ հիմա ինքը գնա թե ես բարձա որպես ծնող յուրաքանչյուր ծնող ինքը ավելի շատ է ուզում ավելի ապահովության մեջ է իր տունը բարձա որ իմ համար իմ տունը ամենաապահով տեղն է Էլիզի համար բայց ես այս պահին իմ կնոջ հետ իմ ծնողներս իմ աղբերներս մեր ամբողջ ընտանիքը մենք ուզենք թե չուզենք այս պահին մենք պետք է հարմարվենք այն որոշման մեջ որը կայացրել է 20 տարեկան աղջիկը մենք ընտանիքով հարգել ենք ու ասել ենք, որ ամեն հարցում իր կողքին ենք ու աջակցելու ենք։ Այսօր էլ ես գնացել եմ այն տուն, մենք ընտանիքով գնացել ենք, ճաշել ենք Էլիզի հետ, մոռացանք է վիդեո նկարենք։ Ես խնդրում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր որ եկավ էս ժողովուրդ ջան, ձեր ինչ խնդրեմն է։ Այդ երեխան իր պատմությունն է կերտում։ Եկեք փորձենք օգնել, որ Էլիզը կերտի իր պատմությունը։ Իր մոտ կարա չստացվի, հասկանում եք, մենք դրա համար պիտի չուրախանանք, մենք պիտի տխրենք դրա համար։ Որտեղ իր չստացված չկերտված պարտությունը կամ պատմությունը ոչ ստացվի, դա մեր մերիկյանների պարտությունն է։ Եթե ստացվեց ու իր մոտ հաղթանակով եղավ, դա մեր հաղթանակն է, բայց այդտեղ գլխավոր հերոսը ինքն է, կատարողը ինքն է, հերոսը ինքն է։ Հիմա եկեք իրան շանս տանք կայանալու որպես առանձին պերսոն։ Մեր ընտանիքի մեջ, բայց մեր ընտանիքից առանձին։ Ես խնդրում եմ ձեզ, էլի, այ կուզեմ որ այս վիդեոն շատ տարածեք, կայքերը թող տարածեն, ինչքան նոր տարածեք, որտեվ բաներ են ինձ ուղարկում, որ մարդիկ sense բաներ ամոթ է, ժողովուրդ ջան, դա երեխա պատմություն է կերտում։ Ես անպայման, սիրելիներս, եւ մենք ունենք ընտանեկան ավանդույթներ, ես սա էլ ասեմ։ Մեր ընտանեկան ավանդույթների մեջ մենք մեր համար այդքան նորմալ չի որ աղջիկը կամ նույնիսկ տղան որտեն շուտ առանձնանա ապրի։ Ես ձեզ լրիվ լուրջ եմ ասում, նայեք ձեզ ինչ եմ ասում։ Բայց դրա հետ մեկտեղ, երբ որ այդ որոշումը կայացվում է, մենք բոլորս հաշտվում ենք ու համաձայնվում ենք դրա հետ։ Ոնց որ օրինակ իմ հարազատ եղբայրս տեղափոխվեց Միացյալ Նահանգներ։ Մենք շատ ավանդապաշտ ընտանիք ենք, կապ չունի, որ սեն ժամանակակից ենք, ամեն ինչ վիդեոներ ենք նկարում, մենք ունենք հայկական շատ խորը ավանդույթներ, որը պահում ենք։ Բայց այս պահին գլխավորը ոչ թե զուտ ավանդույթների մասին խոսալն է, այլ գլխավորը աջակցել Էլիզին, որ այն ինչ որ ինքը երազում է իր կյանքում, ես եկեք ճիշտը խոսանք էլի, համաձայն եք, չէ՞ մեր որ Էլիզը արժանի է, որ պատմություն իր կերտի, եթե իմ հետ համաձայն եք, հələ հակառակը արեք։ Այդ երեխուն հիմա պետքա ոգևորել, կապ չունի որ ինքը 20 տարեկան է։ Ինքը նոր իր կյանքում նոր փուլի մեջ է մտնում։ Ես նաև շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր շատ ջերմ խոսքեր են գրել թե Էլիզին, թե մեր ընտանիքին ապրել